Հաստատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը։ Ըստ այդմ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թվականի հուլիսի 1, մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ։ Իսկ համակարգով կնքված պայմանագրերը համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա։ Գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը եւս երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների փախստականների ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց 2027 թվականի հուլիսի 1-ից հետո եւս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով, պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։ Որպես ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը COP17-ը հյուրընկալող եւ այնուհետեւ կոնվենցիայի շրջանակում գործընթացները նախագահող երկիր Հայաստանը կենսաբազմազանության վերականգնումը դարձրել է գործնական օրակարգ, անցնելով խոսքից դեպի չափելի արդյունքներ։ Այս մասին գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Այսօր մենք իրականացնում ենք բազմաբնույթ ծրագրեր եւ նախաձեռնություններ, ուղղված բնական միջավայրերի վերականգնմանը, տեսակների պահպանությանը եւ էկոհամակարգերի առողջացմանը։ Այսպիսով Սևանի իշխանի պաշարների վերականգնման նպատակով պետական բյուջեի ֆինանսավորմամբ շարունակվել են մանրաձգան բացթողնման աշխատանքները։ Նախատեսված 500,000 հատի փոխարեն 2025 թվականին լիճ է բաց թողնվել շուրջ 836,000 հատ ամառային եւ գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ, նախորդ տարվա 390,000 հատի դիմաց։ Սևանի կողակի բնական պաշարները վերականգնելու նպատակով հավաքագրել ենք ծնողական կազմ, որից նախատեսում ենք ստանալ 200,000 հատ մանրաձուկ եւ 2027 թվականին բաց թողնել լիճ։ Իդեպ սա աննախադեպ գործընթաց է։ Փետրվարին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենին։ Արտգործնախարարի տեղակալը ներկայացրել է փախստականների ինտեգրման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում անդրադառնալով նաեւ փախստականներին եւ հյուրընկալող համայնքներին աջակցության ներառական ազգային շրջանակ փաստաթղթին, որին ուրվագծում է այս ուղղությամբ առաջիկա 3 տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարությունը, անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման եւ զբաղվածության ապահովման ծրագրերին։